Ասում են, տարիները մարդու դեմքին գնճիռներ են ավելացնում, բայց հոգուն իմաստություն։ Այսօր, երբ կյանքի արագ ընթացքը հաճախ մարդկանց հեռացնում է միմյանցից, շատ տարեցներ իրենց առօրյան անցկացնում են միայնակ։ Սակայն միայնակ ապրելը միշտ չէ, որ նշանակում է միայնություն։ Մեր սյուժեի հերոսուհին արդեն երկար տարիներ ապրում է միայնակ։ Նա ամեն առավոտ արթնանում է նույն լավատեսությամբ, խնամում է իր տունը, բագը, ծաղիկները եւ ասում, որ աշխատանքն ու զբաղվածությունը մարդուն ուժ են տալիս։ Չնայած տարիքին ու առողջական որոշ դժվարություններին, նա չի հուսահատվում եւ շարունակում է ապրել իր սովորական խաղաղ կյանքով։ Նրա երեխաները մշտապես կապի մեջ են, հաճախ այցելում են, աջակցում են եւ պատրաստ են իրենց մոտ տանել մորը։ Սակայն կինը վստահ է, իր տունն այն վայրն է, որտեղ իրեն ամենահանգիստն ու ապահովն է զգում։ Նրա խոսքով հենց այստեղ են իր հիշողությունները, կյանքի ամենաթանկ պահերն ու տարիներից ստեղծած ջերմությունը։ Գրիգորյան Լյուբով 46 թվականին ծնվել նոյեմբերի 9-ին։ Ապրել ենք մենք Սպասովկա։ Այնտեղ եմ ծնվել ես, մյուս քուրախ բարքանատ այնտեղ եմ ծնվել։ Ջան, այդտեղ ամուսնացել եմ Սաթղա։ Աշխատել եմ, եկել եմ 66 թվականին Սաթղա, աշխատել եմ փոշտ 67 թվականին։ Մենք Դաղստանվա 2 ամս կանաչ 40 չգար, թե ես փոշտ աշխատա։ Աշխատել եմ 24-25 տարի փոշտը։ Այդտեղ շուտ դարժացեցին, դա մանա հանեցին, այդտեղ ցածրեմ հանեցին։ Այդտեղ եղա տունը նստա։ 3 երեխա ունեմ, 2 տղա, մի աղջիկեմ, 2 տղաս Ռուսաստան, աղջիկս Գյումրի։ Էլի Ռուսաստան, ես ապրում մինակ մարդը մահացել է 73 տարեկան։ Դժվար է, բայց ծնողները կերտամ գտավ ակրտանին։ Լավ եմ ապրել, լավ մարդ եմ ունեցել, լավ երեխա եմ ունեցել, դիգե ինչս, ես որ ավարյա չեղնեյոնա, 92 թվին ես տարիմի լավ էի առողջ էի ավարյա ես էդեմ, մանան գայդվա դավլենի ունեցա, սեքս է կյանքը։ Հայկական ընտանիքներում վաղուց ձևավորված ավանդույթ է, որ տարեցները նախընտրում են մնալ իրենց հայրական օջախում։ Նույնիսկ երբ երեխաները բնակվում են այլ քաղաքներում կամ երկրներում, ծնողները հաճախ չեն ցանկանում հեռանալ իրենց տնից, նախընտրելով ապրել այն միջավայրում, որտեղ անցել է ամբողջ կյանքը։ Մեր զրուցակիցն ասում է, որ երեխաների սերն ու հոգատարությունը երբեք չի պակասում, սակայն իր ամենամեծ ցանկությունն է շարունակել ապրել սեփական տանը, պահպանելով իր անկախությունն ու առօրյան։ Նրա պատմությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ երկարակեցության գաղտնիքներից մեկը կյանքի հանդեպ սերն է, լավատեսությունն ու երբեք չհուսահատվելը։ Տարեցների նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը յուրաքանչյուր ընտանիքի կարևոր արժեքներից է, իսկ նրանց փորձն ու անցած ճանապարհը մեզ համար կյանքի արժեքավոր դաս են, հիշեցնելով, որ ամենամեծ հարստությունը ոչ թե տարիների քանակն է, այլ դրանք արժանապատվությամբ ու սիրով ապրելը։ Սանունթը անպայման, աղջիկ ջան, հիմի ջայինները ինչ կուտեն, կցեն ամնոր սեղանին ֆալանգա ֆասակա։ Մենք նոր տարի ենք գերել այդ ինչերը, մերքերը, բայց գերել ենք սերուս, պաստայանի, կարակը, սվերի, դվարոխը, սերուսկով, ամեն ինչը մեր մալոչնի եղել։ Հիմա մալոչնի վիր կուտե, նա ջայինին կուտե, նա ելին։ Մի այդի ինչը ֆրուկտը եղել է, միրգը, էդոնք կուտեն գիտեն դերիք ինչ է։ Նա ես գիտեմ ինչ է, այդ ուդելու բանը դա ուդելու բանա չէ։ Այդ օրը գտանեց հեկտորը այդ միրգը փաչանագելիշ դու մարդը ինչ է։ Թող ասու ամեն օր կաղաչեմ գա, սարպես կսեմ գա, էй մերեն կուզողանը, մինք ապրել ենք, լավ էր ապրել ենք։ Մի ճայելեն ու կյանք դու, առողջություն դու, թող աշխարհը խաղաղ եղնի, թող ենոնք ապրին, նշանվի, դեվոր չէ նշանվի, դեվոր նշանվել է, տղա ունենա, թոր ունենա, հարս ունենա, ամենա ցանկանապի, էլ ինչս